Բաժան ենք հարցերը։ Ես ոչ մի բան անձամբ չունեմ պարոն Սոկոլովի դեմ, մենք ծանոթ չենք, բայց ինչով էր օգտակար պարոն Սոկոլովը կամ պարոն Դերիպասկան կամ պարոն Տիմչենկոն, որոնք տիրում էին եւ մինչեւ հիմա էլ ոմանք տիրում են Զանգեզուրի բնզեմոլիբդենային կոմբինատում, Թեղուտում, երկաթուղիներում, չշարունակեմ, բոլորս գիտեն, Գազպրոմում եւ այլն եւ այլն։ Հայաստանը չի զարգանում։ Հայաստանը չի զարգացնում, օրինակ, տասնամյակներով կարողանալով ստանալ գազ, նավթ եւ վերամշակել այն։ Իրանից, նույն Իրանից, որի մասին դուք խոսում եք, մենք շարունակում ենք ստանալ գազ ու նավթ Տյումենից 3000, այլ ոչ թե 300 կիլոմետր հեռավորությունից, օրինակ։ Եվ ինչով են վտանգավոր այդ մարդիկ ում անունները դուք տալիս եք։ Նրանով, որ երբ որ այդ մարդիկ են վերահսկում մեր բջջային կապը, մեր կապուղիները, մեր երկաթուղին, առաջին իսկ ճգնաժամի պահին Հայաստանը դառնում է կույր, խուլ ու համր։ Ինչպես երկաթուղին պատերազմի օրերին չէր աշխատում ռազմաճակատի համար։ Ոչ ոք չի խոսում մինչև հիմա այդ մասին, բայց մի փամփուշտ երկաթուղիով ռազմաճակատ սոտքի կայարան չէր հասցվել, ոչ մի վիրավոր զինվոր երկաթուղիով չի հասցվել։ Սա օրինակն է, ինչ է նշանակում, երբ որ մենք ունենք երկաթուղի, որը պատկանում է նման մարդկանց։ Մենք ունենք բնզեմոլիբդենային հանքեր աշխարհում բավական լուրջ համարվող, որոնք Հայաստանին ի վերջո օգուտ չեն բերում, այն հարկերը, այն կոպեկները, որ նայեք ինչու է այդքան հարուստ Նորվեգիան, ինչու է այդքան հարուստ Քուվեյթը, Կատարը, որովհետև իրենք ազգային հիմնադրամների մեջ են կուտակում այդ փողերը, այլ ոչ թե տալիս են Սոկոլովի կամ Օրլովի կամ չգիտեմ ում, հիմա մենք արդեն ոչ թե հումքն ենք տալիս այդ մարդկանց, ոչ թե մեր գազի երկաթուղու տնօրինությունը, այլ մեր միակ աշխարհաքաղաքական գանձի Իրանի հետ սահմանը, Սյունիքը, որովհետև մենք չենք կարող պատկերացնել, ավելի ճիշտ կարող ենք պատկերացնել, ինչ կարող է անել մասնավոր ֆիրման, որի զինված ջոկատները չեն վերահսկվում հայկական բանակի կողմից։ Եվ ով է անցնում, ինչ է լինում, ինչ է, որքանով է սուվերենությունը, որը գրված է իրականացվելու թրիպով, մենք չգիտենք, ավելի ճիշտ գիտենք, իրենք ուղիղ ասում են, սա Թուրանի ճանապարհ է։ Եվ սա ռուս-թուրքական, դուք տեսնում եք։ Սա ռուս-թուրքական է, իմիջիալոց թուրքերը հեռանկարային ծրագրի, որից ռուսները հեռանալու են, բայց դա թողնելու են թուրքերին, Ադրբեջանին եւ Թուրքիային, դա է վտանգը։ Բայց այստեղ Ամերիկա էլ կա, Միացյալ Նահանգները։ Ամերիկան կա հիմա, ամերիկյան է այդ ընկերությունը։ Սիրելիներս, ես հիմա միայն ձեզ չեմ դիմում, Միացյալ Նահանգները դուրս են բերում զորքերը Եվրոպայից, Գերմանիայից, Ռամշտայնից, Լեհաստան, էլ որն ասեմ։ Մի գեղեցիկ օրել այստեղից դուրս կբերեն։ Միթե մենք լուրջ մտածում ենք, որ եթե նրանք ծրագրից դուրս Կանադային են հակադրվում, Բրիտանիային, Իսպանիային, Գերմանիային, իրանք հավատարիմ կմնան Հայաստանին, դուք լուրջ եք այդպես մտածում։ Այ դա է պատճառը, որ Հայաստանը իր ռազմավարական տեսլականներով 112-րդ տեղում է, իսկ Ադրբեջանը 5-րդ։ Տեղի ունենում կարևորագույն մի գործընթաց 25 թվականի աշնանը Երուսաղեմը ընդունեց դարակազմիկ եւ մեզ համար անչափ կարևոր մի որոշում։ Իսրայելում համարում են, որ Իրանի հարցը հիմնականում լուծված է, այսինքն Իրանի այս ռեժիմը թուլացած է, սպանված են բոլոր ռազմական, քաղաքական ղեկավարները եւ ռեժիմի անկումը անխուսափելի է։ Եվ իրենք առանց հապաղելու անցան երկրորդ կամ հաջորդ քայլին։ Հաջորդ քայլը դա իմ տեսակետը չէ, դա Իսրայելի Երուսաղեմի պաշտոնական տեսակետն է, որ տարածաշրջանի գլխավոր ախոյանը Իսրայելի եւ դեմոկրատական Եվրոպայի ու Ամերիկայի համար դա Թուրքիան է։ Արտգործնախարար Գիդեոն Սաարը համեմատեց Թուրքիային կկվի ձագի հետ,
որը նստած է ՆԱՏՕ-ի բնի մեջ եւ որին այնտեղից պետք է հեռացնել, այսինքն վտանգավոր օտարածին մի կառույց կամ երևույթ Իսրայելը ուղիղ փաստորեն նշանակեց Թուրքիային իր հաջորդ գլխավոր թշնամի եւ բավական հանգամանալից բացատրում է, որ Թուրքիան եղբայր մուսուլմաններին է աջակցել Համասին եւ այլն եւ այլն։ Հիմա հասկանալի է նախ եւ առաջ, որ Իսրայելը նոր չի հասկացել այդ ամենը, բայց փոխվել է քաղաքական իրավիճակը եւ հիմա Իսրայելը որոշել է տարածաշրջանում ստեղծել նոր դաշինք եւ շատ հետաքրքիր ձևաչափ ընտրեց Նետանյահուն, ասեց մենք պետք է ստեղծենք տարածաշրջանի բնիկ ազգերի դաշինք եւ դիմեց հույներին ու դիմեց նաեւ հայերին։ Հույները անմիջապես համաձայնվեցին եւ Կիպրոսը, Աթենքը ու Նիկոսիան տվեցին իրենց համաձայնությունը, այսինքն մենք տեսնում ենք ոչ թե 3 պետություններ այստեղ կամ 2 ազգեր, հրեաներ եւ հույներ։ Հրեաների ետևում կանգնած է Միացյալ Նահանգները։ Հույների ետևում կանգնած է Եվրոպական միությունը։ Այսինքն մենք տեսնում ենք շատ հետաքրքիր մի նոր ձևաչափ, որը ուղիղ վերաբերվում է մեր տարածաշրջանին եւ ուղիղ սպառնում է մեր պատմական ախոյան Թուրքիային եւ հետեւաբար նաեւ Ադրբեջանին։ Եվ ինչպիսի դիրքորոշում պետք է ընդունի այստեղ Հայաստանը։ Ես չեմ ասում, որ մենք շալվարը հանած պետք է վազենք առաջին իսկ շվացնողի ետևից կանչով ոչ, բայց մենք պետք է հասկանանք ինչ է կատարվում։ Եվ այստեղ ոչ թե իշխանությունների կարճաժամկետ շահերը, այլ ազգի, պետության երկարաժամկետ շահերն են կարևոր։ Եթե մենք տեսնում ենք, որ Եվրոպան, Միացյալ Նահանգները, Իսրայելը, իսկ Իսրայելի դերը թերագնահատել անհնար է, ու Հունաստանը, Կիպրոսի հետ միավորվում են ինչ-որ մի նոր ձևաչափում, մենք պետք է հասկանանք, որտեղ է Հայաստանի տեղը։ Արդյոք մենք այնտեղ պետք է լինենք, որտեղ եթե մենք այնտեղ չենք, մենք չեզոք դիրքում չենք կարող մնալ։ Եվ տվյալ դեպքում, ինչու Նետանյահուն հռչարկեց կառավարության եւ կառավարությունը ընդունեց հայոց ցեղասպանությունը, պարզապես խորհրդարանը պետք է այն վավերացնի։ Եվ իհարկե Բաքվի արձագանքը չէ, որ կանգնեցրել է Նետանյահուն։ Նետանյահուն վիճում է Թրամփի հետ։ Նրան Ալիևի հետ վիճել բոլորովին էլ սարսափելի չէ։ Չէ, նա պարզապես շատ լավ հասկանում էր, որ ով է դեմ լինելու, բայց Նետանյահուն տեսավ, որ երրորդ անգամ նրա փորձերը 2 փորձ 25 թվականին եւ 1 փորձ 26 թվականին մերձենալու Երևանի հետ անցան անպտուղ։ Այսինքն դա դուք Երևանին մերձենալու ուղի եք տեսնում եք ճանաչումը որպես։ Իհարկե։ Նախ Նետանյահուն դեռ 25 թվականին ռադիո հաղորդման մեջ հայտարարեց, որ ինքը պատրաստ է ճանաչել ցեղասպանությունը, որովհետև ցեղասպանություն ապրած աստվածաշնչյան ժողովրդի համար, հրեաների համար ճանաչել հայոց ցեղասպանությունը դա հենց այդպես չէ։ Այո, դա իրենց ազգի համար է, իրենց պետության համար է, ոչ միայն, տեսեք, Իսրայելի ստեղծումը հիմնված է որպես երևույթ Շոայի, այսինքն հոլոկոստի երևույթի վրա։ Իսրայելը ստեղծվեց, որովհետև եվրոպական հրեաները ոչնչացված էին եւ դուրս էին մղված։ 40 թվականին դա Բրիտանիայի մանդատն էր։ Հայոց ցեղասպանությունը այդ առումով ընդունելով իրենք ոչ թե պարզապես հայ դուք եք ջարդի զոհ եղել, ոչ, դա նշանակում է, որ իրենք Հայաստանին ներառում են իրենց խորագույն գաղափարական մի դաշտի մեջ, իրենք առաջարկում են մեզ գաղափարական հոգևոր դաշինք, սա ավելին է, քան քաղաքական դաշինք, ցեղասպանությունը հրեաների համար, դա հենց այդպես չէ, ինչպես մեզ մոտ չինովնիկը կգնա, պատվիրակության հետ ծաղիկ կդնի կամ չի գնա, հրեաների համար դա անքննարկելի է։ Այսինքն հույներն էլ են ցեղասպանության ենթարկվել հույներին, այդ տրվածքով, այդ տրամաբանության մեջ են առաջարկվել։ Եվ այդ ամենը ուղղված է Թուրքիայի դեմ։ Որպես ցեղասպանություն ապրած, ուրեմն։ Եվ տեսեք, վերջին շաբաթվա ընթացքում Եվրամիությունը 3 բանաձև է ընդունել հույների ցեղասպանության, հույների կանանց բռնաբանության
ազատության դեմ 74 թվականի Կիպրոսի հենց նոր այսօր նոր բանաձև ընդունված պահանջելով թուրքական զորքերի հեռացումը Կիպրոսից եւ եւս մի բանաձև հայոց ցեղասպանությունը ժխտելու դեմ եւ այդ ամենը արվել էր այն օրերին, երբ որ Անկարայում Թուրքիայում անցնում էր ՆԱՏՕ-ի նիստը վերաժողով, այսինքն այդ ամենը ցուցադրաբար էր արվում եւ իհարկե իսրայելական լոբին այդ ամենի ետևում կար, այսինքն Նետանյահուն տեսնում է, որ Երևանը չի հասկանում կամ այլ կերպ է մեկնաբանում Իսրայելի տեսլականը, աշխարհաքաղաքական առաջարկը եւ երրորդ անգամ առաջարկը անելուց եւ մերժում ստանալուց հետո Նետանյահուն ասում է հանում ենք այդ հարցը օրակարգից փաստորեն Երևանը գերադասում է Անկարայի եւ Բաքվի հետ մնալ, այլ ոչ թե գնալ Աթենքի, Երուսաղեմի, հետեւաբար Բրյուսելի եւ Վաշինգտոնի դաշտ։ Սա է կատարվել եւ այն որ այդ մասին չի խոսվում, դա չի քննարկվում, որ մենք դրա փոխարեն քննարկում ենք ցավոք սրտի սատկած առյուծին եւս ինչ որ մի խանութ, որը վերցրեցին կամ չեն վերցրել գործարան կամ դա ցույց է տալիս, որ մենք անմեղսունակ ենք եւ այդ ամենը տեսնում են դրսում